Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի ստանա պատգամավորական մանդատ։ Մինչև այդ մեր տեղեկություններով նա հույս ուներ պահպանել ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նոր խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը նրան չի վերանշանակելու։ Սաբոտաժի ռիսկ կա ազգային ժողովում։ Մեր տեղեկություններով Առաքելյանը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ընտրացուցակով 107-րդ համարն է, գործնականում զրկվում է պատգամավոր դառնալու հնարավորությունից, քանի որ հերթը մինչև այդ համարը չի հասնելու։ Նույնիսկ եթե հետագայում ցուցակում հերթաշարժ տեղի ունենա, իշխանական շրջանակներում քննարկվում է, որ նա ամենայն հավանականությամբ ստիպված կլինի հրաժարվել մանդատից։ Փաստորաթերթը գրում է. գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը դեռևս 2019 թվականին ասում էր Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածը չանի, շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից եւ անկախությունից։ Բացի նրանից, որ արդարադատության նախարարություն ԲԴԽ շղթայով կարգապահական վարույթներ են նախաձեռնվում եւ պատիժներ տալիս այն դատավորներին, որոնք չեն տեղավորվում իրենց ցանկալի շրջանակներում, իշխանությունները չեն խորշում նաեւ այլ զազրելի մեթոդներից։ Օրինակ, օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր եւ օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչ-որ նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաեւ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը։ Վերջինս տարածեց հերքող հայտարարություն։ Այսօր ժամը 15-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիսավոր արարողությամբ կհանձնվեն ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորների մանդատները։ Սակայն ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մինչև 3 ուշ երեկո գործընթացը շարունակում էր մնալ խիստ անորոշ, հատկապես իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում։ Սակայն ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մինչև 3:30 գիշեր իշխանական թիմում վերջնական հստակություն չկար, թե ովքեր են ստանալու պատգամավորական մանդատ, իսկ ովքեր ինքնաբացարկ ներկայացնելու։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ ստեղծված անորոշության հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական քաղաքական որոշումների բացակայությունն է։ Փաշինյանն այս օրերին գտնվում է արձակուրդում եւ ըստ մեր տեղեկությունների մինչև այժմ վերջնական ցուցակներ չեն տրվել, թե ԿՊ համամասնական ցուցակի որ թեկնածուները պետք է ստանձնեն պատգամավորի մանդատը, իսկ ովքեր պետք է հրաժարվեն դրանից։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տարածաշրջանային այցը, որի շրջանակներում նա այս տարվա հուլիսի 1-ին այցելեց Ադրբեջան, իսկ հետո Հայաստան, պաշտոնապես ներկայացվեց որպես համագործակցության, տնտեսական կապերի, տարածաշրջանային հաղորդակցությունների եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված կարևոր փուլ։ Սակայն նման բարձր մակարդակի հանդիպումների դեպքում սովորաբար օրակարգում են լինում նաեւ այնպիսի զգայուն հարցեր, որոնք պաշտոնական հաղորդագրություններում չեն արտացոլվում։ Այդ պատճառով ժողովուրդ օրաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել, պարզելու, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության հնարավոր գործնական քայլերը գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև ազգային ժողովի պատգամավորի մանդատից։ Ժողովրդի տեղեկություններով Մխիթար Հայրապետյանը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն էր եւ ընտրվել էր պատգամավոր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3։ Արդյունքում այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատ չի ստանա։